Հ Ր Կ Ա Ծ Ա Խ Ն Դ Ր ու Թ Յ ու Ն Ար կա ծա խնդրություն արկածախնդրություն Հաստատում եք, որ թոշակները բարձացել են, ինչքանով են բարձացել, իսկ հետ վճարով 20,000, այսինքն շատ հաճելի է, որ բոլոր տեղերը մենք այս հարցին նույն պատասխանն ենք ստանում, 10,000 հետ վճարով 20,000, և ես ուզում եմ Թավշյա հեղափոխությանը հաջորդած մեկ ուրիշ հեղափոխություն է, որովհետև գիտեք ինչով, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելի բարձր է, քան սպառողական զամբյուղը։ Սպառողական զամբյուղը այնա, որ մարդը մի անձը իր կարիքները ընդհանուր առմամբ, չեմ ասում հնարավոր ամենաբարձր մակարդակի, տանելի վիճակում իր մի ամսվա կարիքները կարողանում է հոգալ։ Դրանից առաջ սոցիալական ապահովության և կենսաթոշակային ոլորտում մենք մի ուրիշ հեղափոխություն ենք արել, որտեղ 2018 թվականի դրությամբ նվազագույն կենսաթոշակը էականորեն ավելի ցածր էր, քան նվազագույն պարենային զամբյուղը։ Նվազագույն պարենային զամբյուղը գիտեք որն է, դա այն է, որ մարդը մի ամսվա ընթացքում կարա այնքան կալորիա առնի, որ ինքը կարողանա շարունակի ապրել։ Մենք միայն 2022 թվականին ենք նվազագույն թոշակը բերել համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին։ Հիմա մենք նվազագույն կենսաթոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Եվ ավելին մենք պարտավորություն ենք ստանձնել, որ եթե գնաճը անխուսափելի երևույթ է, գնաճի արդյունքում թոշակը կպարզվի ավելի ցածր, քան պարենային զամբյուղը, մենք առնվազն այնքան կավելացնենք թոշակը, որ սրանից այս վիճակը առնվազն այն վիճակը, ինչ որ մենք այսօր ունենք, առնվազն կպահպանվի։ Իսկ եթե ավելի հնարավորություն կունենանք, ավելի հնարավորության դեպքում իհարկե առաջանցիկ ավելի կավելացնենք։ Եվ դա ուզում եմ էլի ընդգծել, չգիտեմ լսել եք այլ տեղերում, որ ասել եմ թե չէ, որ դա կախված է այլոց շարքում ևս մի հանգամանքից, թե մասնավորապես դուք ամեն անգամ, երբ որ գնում եք, չնայած ասեմ, անկանխիկի դեպքում այդ առևտուրը արձանագրվում է, բայց ամեն դեպքում ինչքան դուք ամեն անգամ առևտուր անելիս ձեզ հետ վերցնում եք հսկիչ դրամարկղային կտրոն, դրանով հնարավորությունը մեր բոլորի ձեր մեծացնում եք, որպեսզի մենք ավելի շատ ներդրումներ անենք գյուղերում, քաղաքներում, ավելի շատ կենսաթոշակներ ավելացնելու հնարավորություն ունենանք։ Հաջորդ հեղափոխական փոփոխությունը, որ տեղի է ունեցել, այդ առողջության ապահովագրության ներդրումն է։ Կան մարդիկ հրապարակում, ովքեր առողջության ապահովագրության համակարգով կամ դեղ են ստանում, որ նախկինում ստանում եք, իսկ նախկինում կներեք, դուք ինչքան էիք գնում էիք այդ նույն դեղերը, ինչքան էիք ծախսում։ Ամիս է, մոտավորապես խնդրում եմ։ Այսինքն 20-30 հազար ծախսում էիք, հիմա դուք նոր ասում էիք, որ 10,000 թոշակ, 10,000 հետ վճար, 20,000-ով ավելացել է։ Հիմա կարող եմ ես ենթադրել, որ նախկինում է 30,000 դրամ, որ դեղերի վրա ծախսում էիք, հիմա չեք ծախսում դեղերի վրա։ Հիմա դրանով կարող ենք ասել, որ փաստացի ձեր եկամուտը ավելացել է 10,000, չէ, ուզում եմ հաշվենք, 1000 ներողություն, ուրիշի փողը հաշվել լավ բան չի, բայց մենք մի ընտանիք ենք, 10,000 պլյուս 10,000 պլյուս 30,000 կարող ենք, որ մի դեպքով իրականում ավելացել է 50,000 դրամով։ Իրականում ավելացել է 50 դրամով։ Համաձայնեք, ես կարծում եմ սա առիթ է, որ մենք ծափահարենք, որովհետև սա շատ լավ առիթ է։ Մենք եկել ենք ձեր մոտ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով 2026 թվականի ավարտի դրությամբ մենք ունենանք հանրապետությունում 500 մանկապարտեզ կառուցված կամ վերակառուցված կամ հիմնանորոգված կամ 300 դպրոց կառուցված կամ հիմնանորոգված
կամ վերակառուցված։ Սա էլ է շատ կարևոր նորություն, որովհետև մենք ուզում ենք մեր բոլոր երեխաները սովորեն կրթություն ստանան ժամանակակից դպրոցներում, որտեղ կլինի լաբորատորիա, ֆիզկուլտուրայի դահլիճ, բացօթյա հրապարակ, որտեղ ուսուցիչները բարձր աշխատավարձ կստանան, որովհետև կամավոր ատեստավորմամբ մենք ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն ենք ստեղծել եւ տարակարգով։ Եվ այսօր հանրապետությունում ուսուցիչներ կան, որ 700,000 դրամ աշխատավարձ են ստանում, մինչդեռ 2018 թվականին այդ թիվը կարող է լինել մաքսիմում ինչքան 152, լավ 250,000։ Եվ այս դեպքի համար մոտ երապատիկ մենք ավելացրել ենք։ Այսօր զինվորականներ կան շարքային, որ կամավոր ատեստավորման բերումով այդ 700,000 դրամ աշխատավարձ են ստանում։ Եվ սա եւս մի առիթ է, որ մենք կարող ենք ծափահարելը բայց ամենակարևոր նորությունը, նորությունը չէ, ամենակարևոր արդյունքը, որով մենք եկել ենք ժողովուրդ ջան, այդ խաղաղությունն է։ Եվ ես եկել եմ ձեզ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, եւ ես եկել եմ ձեզ շնորհավորելու այդ հաստատված խաղաղության առիթով։ Այսօր շատ է քննարկում, լավ այդ խաղաղությունը կա, այդ խաղաղությունը այսօր խաղաղությունը, հաստատված խաղաղությունը դարձել է թիրախ աչին ձախից, ոնց ուզում է այդ խաղաղությունը, հարվածի այդ խաղաղությանը, սպանի այդ խաղաղությանը, ոչնչացնի այդ խաղաղությանը։ Եվ ես ձեզ ասեմ ժողովուրդ ջան, խաղաղությունը ոչնչացնելը ընդհանրապես դժվար չի, բացարձակապես դժվար չի։ Կարելի է մի օրում, երկու օրում, մի շաբաթում այդ խաղաղությունը ոչնչացնել, բայց դրանից հետո վերադառնալու համար այդ նույն կետին կարող է եւս 30 տարի պետք լինի, որպեսզի մենք վերադառնանք այսօրվա կետին։ 2021 թվականին ես եկա, մենք ձեզ ասցինք, որ ապագա կա, այսօր եկել ենք ասելու, որ ապագան էսա, ապագան այսօրն է, խաղաղ, զարգացող, բարեկեցիկ, թոշակ բարձրացնող, աշխատավարձ բարձրացնող, առողջության ապահովագրության համակներ դնող, դպրոց կառուցող, ճանապարհ կառուցող, մանկապարտեզ կառուցող Հայաստանն է այս ապագան։ Եվ մենք ձեզնից ակնկալում ենք, որ դուք ամուր բռնեք այդ ապագայի ձեռքը, ամուր գրկեք եւ պահեք այդ ապագան, որովհետեւ այդ ապագան մեր պատմության մեջ միշտ ապագան հեռու է եղել, միշտ ապագան անհասանելի է եղել։ Այսօր մենք ունենք բացառիկ իրավիճակ, երբ ապագան այստեղ է, ձեր աչքի առաջ է։ Այդ ապագան հազար ներողություն կոպիտ հավաման, այդ ապագան ձեր գրպանում է, այդ ապագան ձեր առողջությունն է։ Եվ մենք շատ կարևոր որոշում ունենք կայացնելու, եւ այդ որոշումը հետեւյալն է, մենք ակնկալում ենք ձեզնից, որ դուք 2026 թվականին կգնաք ընտրական տեղամաս եւ տեր կկանգնեք խաղաղությանը, տեր կկանգնեք ապագային։ Ժողովուրդ, այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր դուրս են գալիս, ասում են ես ելնելու եմ վարչապետ, ասում են թողեք գալիս են ապրեն, ես ելնելու եմ վարչապետ։ Այդ մարդիկ, շատ երկար այդ մարդկանց ես փորձում եմ բացատրել, ասում եմ դուք պետք է ձեզ հաշիվ տաք, թե այս որտեղ եք, ինչ երկրում եք գտնվում։ Եվ ես ուզում եմ ասել հետևյալը, եւ այսօրվա քաղաքական process-ը հետևյալի մասին է։ Ով կլինի վարչապետ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով։ Ով կլինի վարչապետ, դա կախված է, գիտեք ումից, կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց։ Եվ երեխեք գիտեք ով այդ մարդը։ Գիտեք ով այդ մարդը։ Թե ով կլինի Հայաստանում վարչապետ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունից հետո կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես,
Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես, դուք դեռ ընտրություններին չեք մասնակցում, սպասեք։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը քո պապան է, քո մաման է, քո տատիկն է, քո պապիկն է, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այս մարդկանց համախումբն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր ժողովուրդ, եւ ես ողջունում եմ քեզ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի։ Եվ ուրեմն ձեզ կոչ եմ անում գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, տեր կանգնել պետությանը, տեր կանգնել ապագային, տեր կանգնել խաղաղությանը։ Երեխեք ստեղ ձեզ ինձ ձեր աջակցությունն է անհրաժեշտ, որ դուք հենց այսպես ես ասեմ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ում 16-ին 16-ը գիտեք ինչա 16-ը 16 խաղում եք դուք հա խաղում եք գիտեք խաղականոնները դուք այն տարեկան ես Պարտվեցիր, որովհետև պետք է ասել 16 Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին Բա պետք է ուժեղ ասեք 16-ին Ընտրությունները 2026-ին հենց մատով ձեզ եմ ցույց տալիս դուք ասում եք 16-ին ու արագ 16-ին որտե 16-ին 16-ին ընտրությունները 2026-ին քվեարկում ենք Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք Բայց շատ կարևոր է նաև հասկանալ թե ինչու ենք քվեարկում 16-ին Հիմա դա պիտի բացատրենք երեխեք թե ինչու ենք քվեարկում 16-ին Քվեարկում ենք 16-ին որովհետև ես ասում եմ պետությանը դուք ասում եք տեր եմ Ես ասում եմ անկախությանը դուք ասում եք տեր եմ Ես ասում եմ ապագային դուք ասում եք տեր եմ Ես ասում եմ խաղաղությանը դուք ասում եք տեր եմ Եվ շարունակում եմ ասում եք տեր եմ լավ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Որովհետև պետությանը անկախությանը խաղաղությանը ապագային մանիշկային Երանգնաձորին Վայոց ձորին Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ եմ շատ Հիմա երեխեք սենց ենք անում ես արագ ձեզ նվիրում եմ քարտեզներ եւ թխվածքներ նկարվելը թողում ենք հետո գիտեք ինչի որտեվ նկարվելը շատ է ժամանակ տանում իսկ մենք ուրիշ տեղերում են մեզ սպասում ու շատ արագ ենք կազմակերպում բայց հիմա պետք է նաև կազմակերպչական աշխատանք անենք Շնորհակալ եմ եղբայր շնորհակալ Էսա մի վարքյան երեխեքին մի հատ դուք սենց կանգնեք Երեխեք ուրեմն այս կողմից գալիս եք ուրա բանը այս թխվածքի քարտեզները ստեղ
Լեո, արիստե, են տուփով չկա բան, տուփը դիրստեղ, տուփը, երկրորդ տուփն է, ահա, սպասի, հելա տուր, հիմա էստեղից երեխեք ստանում եք ու սենց այս կողմով դուրս եք գա, սենց ճանապարհ տվեք, որ երեխեքը դուրս գան, ճանապարհ տվեք, գնացինք, դե արի, այ սենց դուրս արի, սենց դուրս արի, դուրս արի, արա, գարա, ես հանի, որ արա գանես, արա, թող, վերցրեք, ապրեք, ես եմ շնորհակալ, երկրորդ տուփը բացեք բանի, թխվածքի տուփը բացեք, ապրեք, ես եմ շնորհակալ, ապրեք, ես ջարդված եմ, ապրեք, երկրորդ տուփը, թխվածքի տուփը, ապրեք, ապրեք, լավ եք, չէ սովորում երեխեք, շատ ապրեք, շատ ապրեց, վերցրու, Ես կողմով դուրս եկեք, ես կողմով դուրս եկեք, ես եմ շնորհակալ, ես կողմով դուրս եկեք, ես կողմով, հա, ես էլ եղբոր համար, պատմիրոպ է թխվածք էլ տակ եղբոր համար, տուր, ապրեք, վերցրու քարտեզը, ապրեք, եկեք, երեխեք եկեք, ապրեք, շնորհակալ եմ, շատ ապրեք, այո, երկու հատ տամ, խնդրեմ, սենց դուրս եկեք, ապրեք, Ինձ մի քանի հատ կտակ, քարտեզ, այո, հաճույքով, ապրեք, դե այս կողմով դուրս եկեք երեխեք, որ չխանգարենք իրանք, այս կողմով, այս կողմով դուրս եկեք, երեխեք ջան, այս կողմով, ահա, այս կողմ, ես եմ շնորհակալ, ապրեք երեխեք ջան, շատ ապրեք, ես եմ շնորհակալ, եկեք երեխեք ջան, եկեք, ես եմ շնորհակալ, ապրեք շատ, վայ ճուտո ջան, ապրեք շատ, բարև ձեզ, Մի հատ էլ տվեք, հաճույքով, սենց դուրս եկեք, շնորհակալ եմ շատ, ապրեք երեխեք ջան, ապրեք շատ, երեխեքին տվեցինք, հիմա տեսնենք բուկլետ, Անահիտ ջան, արի, քարտեզ, տվիք ձեզ քարտեզ, մի հատ բարձրախոսը,
Ժողովուրդ ջան, մենք նաև ուզում եմ հիշեցնեմ, որ մեր այսօրվա մեծ հանրահավաքը տեղի է ունենալու 19:30 Եղեգնաձորի ամֆիթատրոնում։ Բոլորիդ հրավիրում ենք տղերք, իմիջիալոց երեկվա կապանի դրոշոյից լինելու է նաև Եղեգնաձորում եւ նաև նվագելու եմ ձեզ համար վարչապետի հետ, ով ժամանակ հավես տրամադրություն ունի, բոլորից սպասում ենք։ Լավ եղեք։ Այս միկրոֆոնը տեղ։ Լավ եղեք, շնորհակալ ենք շատ շնորհակալ ենք։ Ահա այսպեսին էր Մալիշկայում մեր քարոզարշավը մի քիչ ցայտնոտի մեջ, բայց այնուամենայնիվ սիրում ենք Մալիշկա բնակավայրի սիրելի բնակիչներ բոլորիդ։